Սիրելի բարեկամներ, երբ Հայաստանի ներկան ու անցյալը կործանած քաղաքական ուժերն ու անհատները պայքարում են միմյանց դեմ ու փորձում համոզել հայ ժողովրդին, թե իրենց հետով ավելի լավ կղեկավարի առաջիկա 5 տարիներին Հայաստանի Հանրապետությունը ու մեր ժողովուրդը նրանց բոլորին պատմության աղբանոցը շպրտելու փոխարեն լուր հետևում է և փորձում համակերպվել այն մտքի հետ, թե առաջիկա ընտրությունների ընթացքում ինչպիսի ընտրություն կատարի վատթարագույնի ու վատթարի միջև, ինձ մնում է ի վերջո հարցնել, քո ուզածն ինչ է հայ ժողովուրդ։ Սիրելի բարեկամներ, իմ պատկերացած Հայաստանում, եթե քաղաքական իշխանությունն ու ընդդիմությունը պետականամետ չլինեն, այսինքն օժտված չլինեն պետականաշինության առանձնահատկությամբ և ուժեղ պետություն կառուցելու ունակությամբ և չղեկավարվեն բացառապես Հայաստանի ռազմավարական շահերով, ապա հանրային կարծիքը և ժողովուրդը նրանց պետք է մոտ չթողնի իշխանական աթոռներին, քանի որ իշխանությունը պահելու կամ իշխանության վերադառնալու դեպքում նրանք կքանդեն պետությունը, ինչպես արել են մեր պատմության տարբեր փուլերում, փլատակների տակ հերթական անգամ թողնելով մեր ժողովրդին։ Սիրելի բարեկամներ, հիմա տեսնում եմ նաև, թե ինչպես են առանձին քաղաքական ուժեր, որոնք ունեցել են փայլուն հնարավորություն Հայաստանի ու հայ ժողովրդի բախտը որոշելու, նրա ճակատագիրը կերտելու, ավելի ուժեղ, ավելի դինամիկ, ավելի բարեկեցիկ, ավելի զարգացած Հայաստանի Հանրապետություն ստեղծելու համար, բայց ցավոք սրտի չեն կատարել իրենց առաքելությունը, ավելին, ամեն մեկը իր կառավարած ժամանակահատվածում արել է առավելագույնը Հայաստանից փշուրներ թողնելու համար, կործանել է Հայաստանի Հանրապետության ապագան, բայց այսօր փորձում է հոխորտալ իրենց հավերժության, իրենց մշտական լինելիության և քաղաքական դաշտում իրենց գոյության համար, ուղղակիորեն ապշում եմ, քաղաքականության մեջ էլ պետք է բարոյականություն լինի, և ես խորապես հավատում եմ, համոզված եմ, քանի դեռ Հայաստանը կործանած քաղաքական ուժերը չեն շպրտվել պատմության աղբանոց, քանի դեռ քաղաքական դաշտը չի մաքրվել աղբից, քանի դեռ քաղաքական դաշտում դերակատար են մեր երկիրը ապականած ու թալանած քաղաքական անհատներն ու ուժերը, որակապես նոր քաղաքական դաշտի ու Հայաստանի բարեկեցության մասին պետք է ուղղակիորեն մոռանալ կամ երազել։ Դուք ունեք հնարավորություն, սիրելի բարեկամներ, այս ընտրությունների միջոցով արդյունքում ձևավորելու ձեզ արժանի ավելի լավ, ավելի ինտելեկտուալ, ավելի հեղինակավոր ու ազդեցիկ և իշխանություն, և ընդդիմություն։ Բարին ընդ ձեզ, սիրելի բարեկամներ։